տեսեք, նախ եւ առաջ ասեմ, որ մենք Նիկոլ Փաշինյանի գրառումները ներկայացրել ենք դատանին որպես ապացույց դատանի նկատմամբ ճնշման։ Ավելին բացառել, երբ որ հայտնվել է, սա նույնպես մենք օգտագործել ենք։ Մենք ներկայացրել ենք նաեւ ԿՊ-ի падգամավոր Վագն Ալեքսանյանի էլի հայտարարություն, երբ որ ինքը արդեն ասում էր կկալանավորվի, հետո էր խմբագրել, փոխել էր ձերբակալվի։ Մենք դա էլ ենք ներկայացրել ու ասելով, որ դուք արդեն հրահանգ ունեք այդ կառույցներից, իսկ մենք գիտենք, որ դուք գաղափարակիցներ եք, այդ հիմքերը տապացնել ներկայացվել է։ Այսինքն, այո, սա ուղիղ ցուցում էր դատարանի վրա, ուղիղ ճնշում էր եւ ապագայում էլ մենք սա շատ տեղերում օգտագործելու ենք։ Ամենայն հայոց կաթողիկոսի մասով ասեմ են ինչ եմ տեսել ես, ամենայն հայոց կաթողիկոսը Սրբազանին ասում էր ինչպես կորոշես, այդպես կլինի։ Այսինքն Միքայել Սրբազանի աջակցություն, Միքայել Սրբազանին ասում էր ինչպես կորոշես, այդպես էլ կլինի։ Եվ այստեղ Միքայել Սրբազանն էր որոշողը։ Հասկանում եք, ինքն էր որոշում կայացնողը։ Եվ հոգևորականներ կային, այո, որ ասում են չէ մի գնա, միևնույն է կալանավորելու են։ Երբ որ մենք իմացանք Մասիս Մելքոնյանի վրա է մակագրվել, իրեն է մակագրվել, Սրբազանն էլ ասենք Սրբազան 99% կալանավորելու են։ Բայց գործի քննության ժամանակ, երբ որ դուրս եկանք եւ ամբողջ դուք ընդհանրում եք եւ դատավորի եւ քննիչի դատախազի ռեակցիաները եւ իրենց փաստարկների սնանկություն, որ դուրս եկանք, նույնիսկ մենք պաշտպանական ասենք կարող է ցոտկի այս պատի վրա ինչ-որ մի հատ ճակ եղավ, ոնց որ կարող է ի վերջո այս մարդը, որովհետև շատ ուժեղ հիմքեր կար, մեկը որ այս արարքի մասով արդեն կար գնահատական դատախազության։ Մենք այդ հարցերն էլ տվեցինք, դատախազությունը չկարողացավ պատասխանել այդ քննիչը։ Մենք չենք տեսել, չենք իմացել, խառնվեցին իրար, այսպեսի բաներ եղավ։ Հիմա ասենք կարող է ինչ-որ բան փոխվի։ Սահմանադրական դատանի որոշմանն էլ կարծես ծանոթ չէին։ Այս լույսին երկու այդ հարցը պատասխանը մեջներս մի ինչ-որ տոկոս հույս արթնացավ։ Ասենք ինչ-որ բան, հետո բայց երբ որ տեսանք ընթացքում ասեմ, ուրեմն Մայրաթորի տարածքում մեքենա կար, ԱԱՑ-ի մեքենաներից էր, մտնում գա դուրս էր։ Երբ որ տեսանք այդ մեքենան մեր դուրս գազ եկավ մտավ դատանի բակ, մեզ ասին այդ մեքենան, նույն մեքենան մտավ դատանի բակ։ Հասկացանք, որ այստեղ արդեն ոնց որ թե ուրեմն մեզ ներքևի, երբ որ իջանք ներքև, մանցավ մի ինչ-որ ժամանակ, մի 10-15 րոպե մեզ մոտեցան հավաքված մարդիկան, որոնք եկեղեցու բակում են եղել, ասեց եկեղեցու բակում ԱԱՑ-ի մեքենաներից մեկը, որ այդ բակում էր, ասեց այդ մեքենան հենց նոր մտավ դատանի բակ։ Ես մեքենայի մատնիչը չճշտեցի, ասեց այդ մեքենան, որը ամբողջ ժամանակ բանում էր։ Մենք օրինակ մտածինք, որ արդեն դատավորի հետ բանակցությունների գործընթացն է գնում։ Չէ, միգուցե բանակցությունների այսպես ասեմ, ես կարող եմ ասել, որ ես Աննա Վարդապետյան անկախ դատախազ չեմ համարում։ Դեր հարցին այդպես պատասխանում։ Ես մի քանի փաստ ասեմ, դուք գնահատեք ձեր հարցը ըստ էության ինչպիսին է։ Ուրեմն, երբ որ օրենքն է այդպեսի, եւ վճռաբեկ դատանի մոտեցումն է այդպեսին, երբ որ գլխավոր դատախազին հարցում են անում, դիմում են գրում, միջնորդում են գրում, իր հանձնարարության պատասխանում է որևէ այլ դատախազ, սա նշանակում է, որ սա գլխավոր դատախազի դիրքորոշումն է։ Իրեն ուղղվել է, ինքը հանձնարարել է, որպեսզի պատասխանի։ Ուրեմն, երբ որ Դանիել Յունիսյանին պատասխանը տրվել է դատախազի անունից, դիմում ուղղված է եղել գլխավոր դատախազի։ Պատասխանը նշանակում է գլխավոր դատախազի պատասխանը։ Այսինքն գլխավոր դատախազը հաստատել է, որ ինքը ևս ընդունում է, որ 23 թվականի հրապարակման մեջ հանցագործության հատկանիշներ չի եղել։ Սա առաջինն է։ Երկրորդը Նիկոլ Փաշինյանի Facebook-յան էջում ամսի 4-ին առնվազն 2 հրապարակում կտեսնեք ուղիղ Միքայել Սրբազանի վերաբերյալ։ Շատ ուղիղ հենց իր մասով։ Ամսի 4-ին դատախազությունը միանգամից այդ տեսանյութը փորձել է վերհանել եւ ուղարկել ոստիկանություն։ Եթե կասեք սա պատահականություն է, եկեք համարենք պատահականություն։ Երրորդ փաստարկը ասեմ։ Գլխավոր դատախազությունը 2018 թվականին գլխավոր դատախազի նախորդ գլխավոր դատախազի գլխավորությամբ կատարել է կոլեգիայի նիստ։ Կոլեգիայի նիստի ժամանակ որոշել են բոլորով միասին, տեղակալներով, վարչապետերով եւ հանձնարարել են բոլոր դատախազներին, որ
Միջին ծանրության հանցագործությունների պարագայում, երբ որ մինչև 5 տարի ժամկետով ազատազրկում է նախատեսում, իսկ Միքայել Սրբազանին մեղսագրվում է միջին ծանրության հանցանք մինչև 5 տարի ժամկետով ազատազրկում։ Ուրեմն այդ հոդվածներով կալանքի միջնորդությունը ներկայացնել բացառապես այն դեպքում, երբ որ անձը արդեն իսկ կատարել է կալանքի համար անհրաժեշտ գործողություններ, այսինքն արդեն իսկ դիմել է փախուստի, ոչ թե կա հիմքեր ենթադրելու որ փախչի, այլ արդեն իսկ դիմել է փախուստի, արդեն իսկ կրկին նոր հանցանք կա, արդեն իսկ խոչընդոտել է նոր գործի քննությանը։ Հիմա հարց ենք տալիս, ասում ենք ծանոթ եք այս որոշման, ասում են այո, ասում ենք ունեք այդ հիմքերը, ասում են ոչ։ Հիմա ասում ենք, բա ո՞նց եք դիմել։ Ձեր համար, ձեր գլխավոր դատախազության կոլեգիայի հանձնարարությունն է, որ դուք իրավունք չունեք դիմելու։ Ինչ է խտրական մոտեցում ցուցաբերել, պատասխան չունեք։ Հիմա առնվազն այս 3 հանգամանքների համակցությունը վկայում է, որ Սրբազանի նկատմամբ խտրական վերաբերմունք կա, այս խտրականությունը հենց իր հոգևորական լինելով է պայմանավորված, ինչը կտրուկ արգելք է։ Հիմա այս բոլորը վկայում է նրա մասին, որ դատախազությունը իրավական որևէ գործընթաց չի արել, սա ուղիղ հանձնարարության արդյունքում կատարված գործողություն է։ Ասեմ ավելին, մենք դատանում նաև վերջում էլ հայտարարեցինք, որ այս գործողությունները եւ քննիչի եւ դատախազի սա ուղիղ Միքայել Սրբազանին պատժելու նպատակի հետապն է։ Հակաեկեղեցական ծրագրի այս շրջանակներում ուղիղ Միքայել Սրբազանին փորձում են պատժել։ Սա ուրիշ բան չի կարելի ասել։ Հիմա Հարգելի գործընկերներ, նայեք, մեր այստեղ հավաքվելու առաքելությունը հասարակությանը ճշմարտությունը ասելն է, ներկայացնելն է, եւ այս երկու օրվա մեջ շատ հանդիպեցի հարցադրումների, գրառումների, որ ինչ էր ասում վեհափառը կամ ինչու չառաջնորդեց վեհափառը այս համազգային շարժումը կազմակերպելու եւ ինչու չկարողացանք հա մենք այս դիմադրելով ուրեմն Սրբազանի կալանավորումը բացառել։ Փառք Աստծո, որ այդ ամեն ինչը իրականում տեղի չունեցավ, որտեղ վեհափառն էլ այնքան իմաստություն եւ ողջախոհություն ունի, որ չէր կարող հա իր հոտը տանել բախման։ Այստեղ մի հատ հատուկ ուշադրություն իրավապահները չէին եկել հասարակական կարգը ուղղակի պահելու, եկել էին վարույթ իրականացնող մարմնի որոշումը կատարելու, այն է ձերբակալում իրականացնելու, հետևաբար լեգիտիմ հիմք ունեին հարկադրանք կիրառելու։ Կարծում եմ պարզ է, չէ՞ ինչի մասին է խոսքը, սա լրիվ պարզ հասկանալու իրավիճակ է։ Դրա համար այդ ավելորդ դավադրությունների տեսությունից եկեք զերծ մնանք ու հասկանանք, որ այստեղ իրականում շատ լուրջ բանից ենք խուսափել։ Շնորհակալ